Հարգելի իմ դիտորդ, քանի որ խոստացել էի, որ կվերցանեմ նաև Նախիջևանի նատալ կարտը, այսօր արդեն գիշերը ես վերցանել եմ կարտը եւ ձեզ ներկայացնեմ, թե մենք ինչ պատկեր ունենք եւ ինչեր են տեղի ունենալու։ Ինձ մնաց մարտի 1-ի դեպքերի վերցանումը եւ չգիտես ինչի հոգուս խորքում մտածում եմ, որ 15 այրված զինվորների հարցն էլ մենք պետքա լուսաբանենք, պետքա բացահայտենք միասին, դա էլ կանեմ, իսկ մնացած հարցերի համար դիմեք անհատական կանխատեսման, ինչպես ես սովորական, իմ կյանքում կոնսուլտացիաները վճարովի են, հարցերի պատասխանները վճարովի են, կդիմեք կստանաք ձեր հարցի պատասխանը, եթե ուզում եք, մի եկեք մի գրեք անուն, ազգանուն, տարեթիվ, որովհետև եթե դուք ունեք անձնական հարց, ուրեմն դիմեք անձնական կանխատեսման։ Ես սա անում եմ զուտ մեր երկրի վիճակից ելնելով եւ հարցեր, որոնք ինձ համարել են եղել անբացատրելի, հիմա եւ տարոներով եւ նատալ կարտերով փորձում եմ լուսաբանել այդ ամեն ինչը եւ ներկայացնել ձեզ, որպեսզի չլինի, որ մենակ այդ ամեն բացահայտումը ես իմանամ, իմ մեջ պահեմ։ Կիսվում եմ ձեր հետ, որպեսզի դուք էլ հասկանաք, թե մենք ում հետ գործ ունենք, ինչի հետ գործ ունենք, ինչ իրադարձություններ կարող են լինել եւ մենք ուր ենք գնում։ Եվ շատ այսպես դրական մեկնաբանություններ եմ ես լսում, որ քո ձայնը, քո խոսքը կարծես բուժում է իմ սրտի վերքերը, եթե կարողանում եմ ինչ-որ հանգստություն ձեզ պատճառեմ, ոչ մի այսպես շահադիտական նպատակ չունեմ, այստեղից ինձ մենակ մնում է իմ անքուն գիշերները եւ աչքերիս այսպես կարմրվածությունը, ուղղակի եթե կարողանում եմ ես այսպես ինչ-որ հանգստություն պատճառեմ ձեզ, դրա համար չեմ զղջում, որ կարողացել եմ այսքան տանջվել եւ աշխատել։ Հիմա աստղաբանական նատալ քարտեզով եթե մենք նայում ենք Նախիջևանի կամ որևէ տարածքների պետության ապագան, ուրեմն մեզ հարկավոր է նաև տեղն ու ժամը, վայրը, որտեղ ձևավորվել է, կազմավորվել է, այսպես ասեմ, տվյալ տարածքը։ Բայց քանի որ մենք չունենք, մենք հիմնվում ենք փաստաթղթերի վրա, որտեղ եղել է այսպես ոնց բացատրեմ, պայմանավորվածություն, ստորագրություն կամ ձևավորվել է տվյալ տարածքը, ստացել է պաշտոնական ինչ-որ անուն, պաշտոնական լուծում, այդպես։ Ես նատալ կարտը ուսումնասիրել եմ 2026 թվականից մինչև 2027 թվականը, դրանից այն կողմ ես չեմ ուսումնասիրել, գուցե ժամանակը գա, փորձեմ ավելի այսպես հեռուն տեսնել։ Ուրեմն, քանի որ աշխարհաքաղաքական միավորների, այսինքն ծննդյան կոնկրետ ժամը հաճախ վիճելի է լինում աստղաբանության մեջ, ուրեմն մունդան աշխարհիկ աստղաբանությունում մենք վերցնում ենք պետությունների կամ տարածքների համար հիմք, որտեղ ընդունվում է պաշտոնական հռչակագրեր, պայմանագրեր եւ ստորագրման պահեր։ Ուրեմն, եթե մենք դիտարկում ենք Նախիջևանի կարգավիճակը, որը պատմական իրադարձություններով սահմանված է, ամսաթվերով, օրերով, մենք 2026-ից 27 թվականների տրանզիտների մոլորակների ընթացիկ շարժի ազդեցությունը կարողանում ենք տեսնել այսպես, օրինակ Կարսի պայմանագրի հիմքով 13 հոկտեմբերի 1921 թվական այս քարտեզում Արեգակը գտնվում էր կշեռք համաստեղությունում, իսկ Մարսն ու Սատուրնը կարևոր դիրքերում։ 2026-27 թվականի ազդեցությունը ինչպիսին կլինի, համեմատած 2021 թվականի։ Ուրեմն այս տարիներին Սատուրն ու Նեպտուն մոլորակները տեղափոխվում են Խոյ համաստեղությունում եւ ուղիղ հակադրություն են կազմում, դա կոչվում է օպոզիցիա Կարսի պայմանագրի նատալ Արեգակի հետ։ Աստղաբանության մեջ սա նշանակում է խորը ճգնաժամ եւ հին պայմանավորվածությունների վերանայման կամ դրանց ուժի կորուստի մեծ հավանականությանը։ Կարող են ի հայտ գալ իրավական նոր գործոններ, որոնք կասկածի տակ կդնեն 100-ամյա սահմանների կայունությունը։ Նախիջևանի ուրեմն ԽՍՀ կազմավորման հիմքով 9 փետրվարի 1924 թվական
Այս քարտեզում Արեգակը գտնվում է ջրհոս համաստեղությունում, իսկ Լուսինը Խոյի կամ Ցուլի սահմանին, և 2026-27 թվականի ազդեցությունը Պլուտոն մոլորակը, որը խորհրդանշում է տրանսֆորմացիա, հիմնովին քանդում է և վերակառուցում է։ Կարա լինի նաև իշխանության փոփոխությունը, այժմ գտնվում է ջրհոսի սկզբնական աստիճաններում և միանում է այս նատալ Արեգակին, սա հուշում է, որ Նախիջևանի որպես առանձին ինքնավար միավորի կարգավիճակը, կառավարման համակարգը, աշխարհաքաղաքական դերը 2026-27 թվականների կենթարկվելու են արմատական և անդառնալի փոփոխությունների և ծանր տրանսֆորմացիաների։ Եթե նայում ենք աշխարհաքաղաքական ընդհանուր ֆոնը 2026 թվականից մինչև 2027 թվականը, Ուրանի մուտքը երկօրյակներ արդեն 2025-ի, այսպես 2026 թվականի տվյալներով փոփոխությունների և անկախատեսելիության մոլորակը, Ուրանը փոխում է իր նշանը, ինչը պատմականորեն միշտ բերում է նոր դաշինքների ձևավորում, սահմանների, լոգիստիկ ու տրանսպորտային ուղիների, այդ թվում նաև տարածաշրջանային միջանցքների շուրջ, և տալիս է կտրուկ անսպասելի զարգացումներ։ Ուրեմն Սատուրն-Նեպտուն միացումը, այսպես 2026 թվականի փետրվարին Խոյի 0 աստիճանում տեղի ունեցող այս հազվագյուտ միացումը խորհրդանշում է հին աշխարհակարգի և պատրանքների փլուզում և նոր քաղաքական ցիկլի սկիզբ, ինչը ուղղակիորեն կանդրադառնա ուրեմն Հարավային Կովկասի վրա։ Ուրեմն տեսեք, Նախիջևանի հարցը Հայաստանի համար ինչ ընթացք կունենա, պետք է ուրեմն նայենք մոլորակների դիրքը, թե 2026-27 թվականներին ինչպիսի դիրքեր կկազմեն, քանի որ ասել են, որ Հայաստանի նատալ կարտը ձևավորվել է 21 սեպտեմբերի 1991 թվական, այստեղ փառք Աստծո մենք ունենք ժամը 11:41 Երևանի ժամանակում։ Այս երկարամյա փուլը Հայաստանի համար հանդիսանում է պատմական և բախտորոշ տրանսֆորմացիաների շրջան, որտեղ Նախիջևանի գործոնը և դրա հետ կապված աշխարհաքաղաքական ճնշումները հասնում են իրենց ուղղակի պիկին, գագաթնակետին, և այստեղ Պլուտոնի տրանզիտը ջրհոսով ռադիկալ փոփոխությունների նշան է, և միջանցքի հարցը անպայման առաջ է քաշվելու։ Հայաստանի նատալ քարտում Սատուրնը արդեն պետական սահմանները ցույց տալի կայունություն գտնվում է ջրհոսի առաջին աստիճանում, և 2026-27 թվականների տրանսֆորմացիայի և հզոր ճնշումների մոլորակ Պլուտոնը ազդում է հենց այս կետով։ Ինչպես է ազդում այդ մոլորակը, սա նշանակում է, որ ծայրահեղ ուժեղ արտաքին ճնշումը լինելու է Հայաստանի սահմաններին, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա։ Հիշում եք, ասել եմ, որ սահմաններին լինելու է լարվածություն, գլոբալ պատերազմ չի սպասվում, բայց սահմանների վրա արդեն չափն անցնելու են և լինելու է անպայման լարվածություն։ Դեռ 2 ամիս առաջ և նույնիսկ ավել առաջ ասել եմ։ Ման եկեք իմ նյութերում, գտեք, լսեք ու կհասկանաք խոսքը ինչի մասին է։ Ուրեմն կապը այս ամեն ինչի Նախիջևանի հետ, այս տրանզիտը ուղղակիորեն կապված է Սյունիքի, Նախիջևանի, Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային ուղիների, Զանգեզուրի միջանցքի թեմայի հետ, ճակատագրական գործընթացի հետ, ոչ միայն թեմայի հետ։ Ուրեմն հին ձևաչափերը փլուզվում են, ինչ կար է թղթի վրա գրած, և Հայաստանը ստիպված լինելու է ընդունել, որ աշխարհաքաղաքական իրողությունների կամ այսպես վերակառուցելու պաշտպանական համակարգի հարցը, և Սատուրնի Նեպտունի տրանզիտը Խոյով, սա իրավական ճգնաժամի մասին եմ այսպես հուշում, 2026 թվականի սկզբին Սատուրնն ու Նեպտունը այսպես Խոյի նշանում կազմում են 0 աստիճան, միանում են, և Հայաստանի քարտեզի 6-րդ տան, սա բանակ, անվտանգություն, ամենօրյա ծանր աշխատանք, և 2026-27 թվականի ընթացքում շարունակում են իրենց այսպես շարժը։ Այս համադրությունը ուրեմն ջրհեղեղի նման քանդելու է հին պատրանքները, որտեղ գերակշռում էր այսպես Նեպտունը, և պահանջելու է կոշտ իրատեսական մոտեցում, և սա մեզ բերելու է Սատուրնը։
Կապը Նախիջևանի հետ, քանի որ այս դիրքը հակադրվում է 1921 թվականի Կարսի պայմանագրի Նատալ Արեգակին, Հայաստանի համար սա մի շրջան է, երբ Նախիջևանի իրավական կարգավիճակը պատմականորեն, ուրեմն իր հետ կապված թեմաները կամ սահմանային պայմանավորվածությունները կարող են վերջնականապես կորցնել իրենց ուժը եւ Հայաստանին կանգնացնել անվտանգային նոր համակարգ ստեղծելու անհրաժեշտության վրա վերջապես հասկանանք, որ ոչ թե խաղաղություն մուրալով է, այլ առաջին հերթին ինքդ քո ներսում ստեղծել անվտանգությունը քո։ Եվ Ուրանի մուտքը երկվորյակներ, լոգիստիկ կտրուկ շրջադարձեր կարող են առաջացնել, անկանխատեսելի փոփոխություններ, Ուրանը անսպասելի այսպես իրադարձությունների հեղինակ է եւ 2026 թվականին հաստատվում է երկորյակների նշանում Հայաստանի քարտի 9-րդ տանը, որտեղ արտաքին քաղաքականությունն է, միջազգային դատարաններն են, հեռավար ճանապարհներն են, եւ սա բերելու է ուրեմն արտաքին քաղաքական դաշնակիցների կտրուկ, անսպասելի փոփոխության եւ միջազգային նոր պայմանագրերի կնքման։ Այսուհետ նոր պայմանագրերի կնքման հիման վրա կդասավորվի հետագա իրադարձություններ, ուրեմն կապը Նախիջևանի հետ սահմաններից լինելը, ուրեմն սահմանակից լինելը Թուրքիա, Իրան եւ Հայաստանի համար կդառնա կամ խոշոր տնտեսական հնարավորություն, եթե օգտագործվի Ուրանի դրական էներգիան, կամ կտրուկ ռազմաքաղաքական սրացումների աղբյուր, եթե դաշնակիցների ուրեմն հարաբերությունները վերադասավորվեն ի վնաս Հայաստանին, ուրեմն այստեղ ուստի հստակ ոչ մի բան ասել հնարավոր չի, որովհետև չգիտես դրական այսպես էներգիան կվերցնեն, կօգտագործեն, թե կգնան այսպես բախումների, հակասությունների եւ կսկսեն ստեղծել այսպես Նախիջևանի շուրջ մի հատ քաոսային կերպար։ Եթե ես ամփոփելու լինեմ այս ամեն ինչը, նորից եմ կրկնում 2026-27 թվականների համար է կանխատեսումը։ Աստղաբանական ֆոնը հուշում է, որ Նախիջևանի գործոնը Հայաստանի համար այս 2 տարիներին լինելու է ծայրահեղ լարված, բայց տրանսֆորմացիոն։ Այսինքն 2 տարվա մեջ այնպեսի լուծում է ստանալու, որ նախկինում չի եղել նման բան, նախկինում լրիվ ուրիշ բաների ենք մենք ականատես եղել, ուրիշ իրավիճակ ա եղել։ Եվ սա այն փուլն է, որ հնարավոր չէ հարցը թողնել սառեցված վիճակում, եւ արտաքին տիեզերական երկրային ուժերը ստիպում են հասնել վերջնական հանգուցալուծմանը, փոխելով Հայաստանի սահմանային եւ լոգիստիկ կարգավիճակը հաջորդ տասնամյակների համար։ Ուրեմն երբ որ մենք նայում ենք Հայաստանը եւ Նախիջևանի կապը, ուրեմն պետք է ասեմ, որ աստղաբանական տեսանկյունից հաշվի առնելով Հայաստանի նատալ քարտի եւ 2026-27 թվականների տրանզիտների բարդ փոխազդեցությունը, Նախիջևանի տարածքի ֆիզիկական միացումը Հայաստանի կամ դրա հայկական մնալը ամենակիչ հավանականն է։ Մուդան աշխարհիկ աստղաբանության ցուցիչները հուշում են, որ խնդրի հանգուցալուծումը կապված է լինելու ոչ թե տարածքային ձեռքբերումների, այլ իրավական կարգավիճակի, կոմունիկացիաների, ճանապարհների վերահսկողության հետ։ Պլուտոնի դիրքը սահմանների իրավիճակի հետ, Պլուտոնը անցնում է Հայաստանի նատալ Սատուրնի վրայով, որը պատասխանատու է պետական սահմանների համար եւ խորհրդանշում է առկա աշխարհաքաղաքական սահմանների ուրեմն ֆիքսում եւ ճնշում, ուրեմն կորցրած պատմական տարածքները ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով հետ վերադառնալու հնարավորությունը 2026 եւ 2027 թվականին լրիվ դառնում է զրոյական։ Տարածքները դե ֆակտո եւ դե յուրե մնում են իրենց ներկայիս կարգավիճակում եւ մնում են Ադրբեջանի կազմում, սակայն դրա շուրջ ստեղծված ճգնաժամը ստիպում է Հայաստանին կտրուկ ուժեղացնել իր սեփական Սյունիքի եւ Վայոց ձորի սահմանների պաշտպանությունը, այդտեղ մենք ունենանք լավ պաշտպանական այսպես վիճակ եւ Ուրանի ազդեցությունը ճանապարհների բացում, ոչ թե տարածքային միացում։
իրավիճակը Ուրանի երկվորյակներում ակտիվացնում է Հայաստանի տրանսպորտային, լոգիստիկ և առևտրային կապերի տոնը։ Եթե արդյունքը մենք նայենք, սա նշանակում է, որ Նախիջևանի հարցի լուծումը Հայաստանի համար լինելու է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ձևով։ Եվ Նախիջևանը Հայաստանի համար դադարելու է լինել կույր աղիք կամ միայն սպառնալիքի աղբյուր, այն կդառնա տարանցիկ գոտի, որտեղ կարող են անցնել միջազգային առևտրային ուղիներ, օրինակ դեպի Իրան կամ դեպի Թուրքիա, բայց ոչ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Եվ եթե այստեղ նայում ենք Սատուրնի և Նեպտունի դասը, պատրանքների ավարտը, իրավիճակը ուրեմն խոյի նշանում անցնում Սատուրնը և պահանջում է կոշտ և դասավորված ռեժիմ։ Ուրեմն արդյունքը աստղային ֆոնում հուշում է Հայաստանը վերջնականապես կհրաժարվի պատմական արդարության հասնելու պատրանքից, որը տալիս է այսպես Նեպտունի փլուզումը և կկենտրոնանա բացառապես իր ներկայիս միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգության և տնտեսական շահի վրա, և դա պահանջում է մեզանից Սատուրնը։ Եթե վերջնական պատասխանեմ Նախիջևանի հետ կապված կանխատեսման այսպես հարցին, պետք է ասեմ, որ Նախիջևանը ֆիզիկապես և քաղաքապես չի մնա Հայաստանի կազմում 2026 և 2027 թվականին։ Այդպես է բերում հանգուցալուծման արդյունքները, սակայն Հայաստանի համար հաջողություն կլինի այն, որ Ուրանի և Պլուտոնի տրանզիտների ճիշտ կառավարման դեպքում, հիշեցնեմ, ճիշտ կառավարման դեպքում հնարավոր կլինի չեզոքացնել Նախիջևանից եկող ռազմական սպառնալիքները և վերածել փոխշահավետ տրանսպորտային հանգույցի, պահպանելով սեփական տարածքները, այսինքն Սյունիքը։ Այսպես, տեսեք, Զանգեզուրի հարցն էլ եմ ես նայել, Զանգեզուրը ուրեմն Սյունիքի մարզը դե յուրե կմնա Հայաստանի Հանրապետության կազմում, սակայն 2026-ից մինչև 27 թվականներին այն լինելու է Հայաստանի ամենաճակատագրական և ծանր փոփոխությունների ենթարկվող գոտին։ Այստեղ լիք աշխատանքներ կան, ուրեմն աստղաբանական քարտեզների համաձայն տարածքի ֆիզիկական կորուստ կամ բռնակցում այլ պետության կողմից չի կանխատեսվում, սակայն դրա կարգավիճակի անվտանգության և ճանապարհների վերահսկողության շուրջ ճնշումները հասնելու են իրենց գագաթնակետին։ Ժողովուրդ ջան, տեսեք ինչ ա լինում, եթե ամեն ինչ ճիշտ անեն, Սյունիքը կմնա Հայաստանին, բայց այստեղ արդեն մոլորակները չեն իջնելու, հասկանում եք, կառավարության կամ ժողովրդի փոխարեն ինչ-որ բան անել, թողնել մենակ մոլորակների դասավորվածության հույսին, էդ էլ նման լրիվ անգրագիտություն կամ թափթփվածություն ու փնթիություն։ Մոլորակները տալիս են այդ էներգիան օգտագործելու հնարավորություն, որը չպետք է ուղղակի բաց թողվի ժողովրդի և կառավարության կողմից։ Եվ Պլուտոնի տրանզիտը սահմանների պահպանման, ուրեմն ծայրահեղ ճնշման տակ, Պլուտոնը խորհրդանշում է մահ և վերածնունդ, բայց Սատուրնի հետ միացման ժամանակ այն ավելի շատ գործում է որպես հինը պահպանելու և ամրացնելու կոշտ պահանջը։ Արդյունքը Զանգեզուրը Հայաստանից խլելու ռազմաքաղաքական փորձեր կբախվեն հզոր դիմադրության, տարածքը կմնա մեզ, սակայն դրա համար վճարելիք քաղաքական կամ դիվանագիտական գինը լինելու է չափազանց թանկ և շատ բարձր։ Այստեղ արդեն ընթացքը ցույց կտա, թե մենք ինչով կվճարենք այս ամեն ինչի համար։ Ուրանը երկվորյակներում ճանապարհի հատուկ կարգավիճակ է տալիս և Զանգեզուրի միջանցքի կամ ճանապարհի թեման կլուծվի ոչ թե Հայաստանի տարածքային կորստով, այլ միջազգային հատուկ հսկողության կամ կոմերցիոն բացման տարբերակներով, ունենց որ արդյունքը կլինի ճանապարհը այսպես կգործի, ինչը կարող է սկզբում ընկալվել որպես ինքնիշխանության մասնակի սահմանափակում, օրինակ միջազգային կազմակերպությունների կամ երկրորդ կողմի ներկայության ճանապարհներին, որպեսզի հսկողությունը լինի, բայց հողը ֆիզիկապես կմնա Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ։ Եթե մենք նայում ենք Սատուրն ու Նեպտուն միացումը, ռազմական ռեալիզմ,
Սա խոյի նշանով անցնող այն մոլորակներն են, որոնք պահանջում են անվտանգության համակարգի ամբողջական վերակառուցում։ Եվ Սյունիքում կառուցվող նոր պաշտպանական ամրություններն ու ռազմական ռեալիզմը թույլ չեն տա, որ հակառակորդը հասնի իր առավելագույն նպատակին։ Եթե այս ամեն ինչը այսպես ամփոփեմ եւ տամ վերջնական պատասխան, Զանգեզուրը չեն տա, այն կմնա միանշանակ մեզ, սակայն 2026-27 թվականներին այնտեղ կյանքը, անվտանգային միջավայրը եւ տնտեսական կառուցվածքը արմատապես փոխվելու է, այն կդառնա ուրեմն միջազգային խոշոր տրանզիտ գոտի, որտեղ Հայաստանը ստիպված կլինի սովորել ապրել եւ պաշտպանել իր աշխարհաքաղաքական ուրեմն իրողությունների պայմաններում։ Այսպես էր ուրեմն Նախիջևանի հարցը։ Դուք խնդրեցիք, ես նայեցի, հիշեցնեմ, որ անպայման, եթե դուք ունեք հարցեր, դիմեք անհատական կանխատեսման, հեռախոսի համարը գործող է, կարող եք զանգել, հերթագրվել, վճարումը կատարել, տալ ձեր հարցերը։ Եթե ես արել եմ կանխատեսումներ, ձեր հարցերի պատասխանները կարող եք գտնել իմ կանխատեսումների մեջ, ինձ մի հարցեր տվեք, որովհետև բոլոր հարցերը ես արդեն արել եմ, ինձ մնում է մարտի 1-ի, չնայած ես արդեն արել եմ, մարտի 1-ի ուրեմն վերծանումը նատալ կարտերով եւ այրված 15 զինվորների բացահայտումը, ու դրանով ես կեզրափակեմ ու կանցնեմ իմ աշխատանքին, իսկ մենք կլինենք հետևողական եւ կտեսնենք մեր կանխատեսումների արդյունքում մենք ինչ պատկեր կունենանք։